Բաստուր մաչոներ ջան, այսօր չամանից հանում ենք բնական բաղադրիչներով պատրաստած միսը, որը որ մենք թողել ենք չամանի մեջ 5 օր։ Հիմա մի հատ հələ հասկանանք գույնը, ինչքան սիրուն գույնը ինքը, էլի վերցրել է, միսը արդեն փափել է միսը, հələ շատ լավ արդեն ինքը փափկել է, չամանն էլ պնդացել է, հիմա չամանից մենք կհանենք, ահա միսը, ինչքան սիրուն, տեսք է ընդունել ինքը, չամանից կմաքրենք մենք, կթողնենք 2 օր կչորանա, հետո միասին կթաթախենք ընկերներ ջան, վերջնական թաթախում ենք բնական բաղադրիչներով, նաև գինով պատրաստած մեր չամանը, հիմա մի հատ տեսնենք չամանը ոնց է, չամանը մեր մոտ պնդացել է, ընկերներ ջան, մենք մի քիչ, սովորաբար եթե չամանը պնդանում է, արտաքին տեսքի համար, որ ինքը սիրուն լինի չամանը, կարելի է մի քիչ ջուր ավելացնել, մենք ստեղ ունենք 500 մլ ջուր, հիմա լցնենք, քիչ-քիչ, ու ձեռքով կարանք սենց բացենք ջուրը, խառնենք լավ, չամանը խառնենք ընկերներ ջան, ինքը գնալով արդեն կբացվի, կթուլանա, որ արտաքին տեսքը բաստուրմայի սիրուն ստացվի, այս մի քիչն էլ լցնում ենք, ընդհանուր մենք լցրեցինք կես լիտր ջուր, նայեք ոնց է ինքը լավ արդեն թուլանում, չամանը ընդհանրապես բացելուց պետք է միշտ զգանք, առաջի թաթախը ոնց է, երկրորդ, երրորդ, դրանք տարբեր չամաններ են ընդհանրապես, առաջինը պետք է լինի պինդ, երկրորդը մի քիչ թույլ, երրորդը ավելի թույլ, հիմա նայեք հələ ինչքան լավ մասա ստացանք, հələ լավ ջրիկացավ ինքը արդեն, իսկական երրորդ թաթախի չաման է, առաջվա այն պյուրեի նման է, մենք որ սկզբից խփեցինք, կհիշեք երևի տեսանյութում, հələ բլենդերով որ խփեցինք, այս հենց էր, ինքը ընթացքում ես ասեցի կպնդանա, ինքը պնդացավ, հələ հիմա նայեք ավելի լավ է, շատ լավ է, հիմա կթաթախենք, ահա միսը ընկերներ ջան, այս ջրիկ չամանի էֆեկտը հենց սրա մեջ է, կախնենք, վերջնական թաթախեցինք բաստուրման չամանով ընկերներ ջան, թողենք չորանա 2-3 օր, հետո կկտրենք միասին։